Իդեպ սահմանադրության փոփոխության հարցը հավելյալ պահանջ է, որը ի սկզբանե չի ներառվել փաստաթղթերում եւ վկայությունն այն բանի, որ Ադրբեջանը մտադրություն չունի գնալ տևական խաղաղության եւ կայունության եւ վկայությունն այն բանի, որ սա կեղծ խաղաղություն է, որովհետեւ եթե մենք էլի այդ պահանջն էլ կատարենք, որը փաստաթղթավորված չի, Վաշինգտոնում դրա մասին ոնց որ չէին խոսել, հա, ճիշտ եմ ասում։ Այո։ Դա էլ անենք, ուրիշ պահանջ են իհայտ բերելու։ Օրինակ ինչ պահանջ, փոխանակել անկլավները։ Իդեպ ես 1 տարի առաջ էի նկատել, որ Google Map-ը փոխել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, Արտվաշենը Հայաստանի կազմում է, իսկ Քարքին Google Map-ով մի տարի առաջ ես նկատել էի։ Տիգրանաշենը կամ Քարքին, Տիգրանաշենը Քարքի է դարել, մի խոսքով։ Եվ Տավուշում էլ կան այդ համապատասխան փոփոխությունները, դրանով մի տարի առաջ Google, այսինքն իրենք գիտեն ինչ են անում եւ ամեն ինչ նախապատրաստվում է դրան եւ այս ամենը վկայությունն է, որ այս խաղաղության մասին խոսակցությունները իսկապես կեղծ են եւ որևէ խաղաղության մենք չենք հասնելու եւ պահանջները հերթափոխի տրամաբանությամբ հաջորդելու են մեկը մյուսին, իսկ Հայաստանը հայտնվելու է խորը եւ անդառնալի փոսի մեջ։ Իդեպ որ ասում եք, չէ, Հայաստանը ինչ սահմաններով պետք է լինի, այդ հարցի պատասխանը տվել է Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ՄԱԿ-ի ամբիոնից, երբ որ պարոն Ալիևին ասում էր, խնդրում եմ ցույց տվեք այն տարածքը, որով դուք մեզ ճանաչում եք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ չգիտի եւ ըստ էության Ալիևին է հարցնում, Պուտինին է հարցնում, Մակրոնին է հասցնում։ Եվ գալով այն տեղին, որտեղ մենք հիմա կանգնած ենք, ըստ էության Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն կառույցներից մեկը, որը պետք է զսպեր եւ կանխեր մեր պետության պետականության նկատմամբ այս դիվերսիան, այս բռնությունները եւ ըստ էության փաստաթղթերով արել է։ Հստակ արձանագրել է, որ մեր սահմանադրության անկախության հռչակագիրը որևէ տարածքային պահանջ չի ենթադրում, հստակ բացատրել են, այդ փաստաթղթը կա, բայց էլի չէ, Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը այս ամենը քննարկում են։